Ողջույն, Սիբիլնեթի եթերում մշակութային դիտակետն է, եւ այսօր մենք անդրադառնալու ենք Աբովյան 3-ում գտնվող ԱՕՔՍ-ի շենքի խնդրին։ Զրուցելու ենք Ծիրանի ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանի եւ մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանի հետ։ Նախ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ ԱՕՔՍ-ի շենքը Վիետնամացից քանդում են, ինչպես նաև այնտեղ ընթանում է շինարարություն, եւ մի խումբ ակտիվիստներ համախմբվեցին եւ ակցիա իրականացրեցին ի պաշտպանություն հենց ԱՕՔՍ-ի շենքի։ Կպատմեք, ինչու՞ն է այս պահին կանում ԱՕՔՍ-ի շենքի խնդիրը։ Հայկ Բիանջյանը լուսանկարեց, որ քանդվել է ԱՕՔՍ-ի Վիետնամացի մի հատվածը, ուղարկեց Փրկենք հուշարձաններ նախագծին, տեղադրվեց կայքում, որից հետո մամուլը տեղեկացավ, որ գոյություն ունի խնդիր, քանդում են ԱՕՔՍ-ի Վիետնամասը։ Որից հետո մենք իբրև հուշարձաններով զբաղվող կազմակերպություն արձագանքեցինք եւ Facebook-ում սկսեց ակտիվություն, մարդիկ իրենց մտահոգությունը հայտնեցին եւ հաջորդ օրը ԱՕՔՍ-ի դիմաց կանգնած էր բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ, ովքեր ուզում էին հասկանալ, թե ինչ է կատարվում։ Մենք այդ պահին հանդիպեցինք Կարո Այվազյանի հետ, ով Երևան քաղաքի հուշարձանների պատասխանատուն է, հրավիրեցին մեզ ԱՕՔՍ-ի շենք, բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ դահլիճում հակամայից սկսվեց քննարկում։ Ներկա էր նաև մամուլը եւ Կարո Այվազյանը փորձեց ներկայացնել, թե ինչ է կատարվել։ Այդ ժամանակ ժողովուրդը հարցեր էր ուղղում, հասկացանք, որ այդ պատասխանները, որոնք տրվում են մշակույթի նախարարության ներկայացուցչի կողմից, չեն բավարարում եւ այսպես ինքնաբուխ որոշում կայացվեց, որ պետք է քայլել դեպի մշակույթի նախարարություն եւ ավելի բարձր պաշտոնյաներից պահանջել պատասխան։ Մենք քայլեցինք, ժողովուրդը դրսում էր 6 հոգանոց պատվիրակություն, այսպես կոչված, բարձրացավ փոխնախարարի մոտ, Արև Սամվելյանի, սկսեցինք քննարկել, մեզ համար կարևոր էին, ուզում էինք հասկանալ, ինչ իրավական հիմքով է, որ այս գործընթացը տեղի ունեցել։ Փաստը այն է, որ այն քանդում է եւ քանդումը արգելված է օրենքով։ Եթե դա տեղափոխություն է, տեղափոխությունը օրենքը հստակ սահմանում է, որ պետք է լինի մշակույթի նախարարության հատուկ եզրակացությունը եւ կառավարության որոշում, որի հիման վրա նոր կարելի է հուշարձանը տեղափոխել։ Ավելին ասեմ, օրենքը հստակ սահմանում է, որ տեղափոխությունը կատարում են միայն բացառիկ դեպքերում, այսինքն նաեւ պիտի ցույց տրվի կոնկրետ այս պարագայում ինչ բացառիկ դեպքեր։ Ակնհայտ է, որ սա ակնհայտ քանդում է եւ այն իրավական հիմքերը, որոնք մենք ցանկանում էինք գոնե տեսնել, համոզիչ չէին մեզ համար։ Այդուհանդերձ, այդ ամեն ինչը հասկանալով, մենք սկսեցինք լինել ավելի կառուցողական, փորձենք հասկանանք ստեղծված իրավիճակից ինչ ելքեր կարող էինք փնտրել։ Կային խոստումներ եւ կառուցապատողի կողմից դեպի նախարարություն եւ նախարարության կողմից դեպի մեզ։ Մենք փորձեցինք հասկանալ այդ խոստումների էությունը եւ փնտրել այդ խոստումների իրականացման համար իրական երաշխիքներ, որոնք հիմնված կլինեն իրավական հենքի վրա։ Ինչպիսի լուծում եք դուք պահանջում ԱՕՔՍ-ի շենքի համար եւ ինչպիսին էր պատկան մարմինների արձագանքը այս խնդրին։ Այս բանին ինչպես նշվեց, պատկան մարմինների հետ միայն եղել է բանավոր պայմանավորվածություն եւ սկսվել է գործընթաց, որը կարող է հանգուցալուծվել մի պայմանագրով, պայմանագրի կնքումով, որով հանրությունը ավելի մեծ երաշխիքներ կստանա, որ պատմամշակութային արժեք ներկայացնող այդ հուշարձան շենքը պահպանվելու է իր ամբողջականությամբ։ Պահանջը նա է, որ մենք ունենանք պաշտպանված հուշարձան շենքեր եւ ընդհանրապես նմանատիպ անբարեխիղճ վերաբերմունքը հուշարձան շենքերի նկատմամբ ընդհանրապես նախադեպ չծառայի եւ հետագայում մենք չտեսնենք, որ քաղաքում շարունակվում է նմանատիպ վարվելակերպ, ինչ որ կառուցապատողի կամ ինչ որ շահագրգիռ կողմի գործողությունների արդյունքում, որ
քանդվում են շենքերը եւ հետո դրանից հետո այսինքն post factum մենք փորձում ենք լուծումներ փնտրել, փորձում ենք մտնել բանակցությունների մեջ, նման բան չպետք է տեղի ունենա առհասարակ։ Ցավոք սրտի այս խնդիրը արդեն կարելի է դասակարգել, որովհետեւ մի քանի համանման դեպքերի ականատես ենք լինում, նույն փակ շուկայի խնդիրը, որ կարելի ասել նույն ձևով սկսեցին գործել, Վիետնամասից սկսեցին քանդելով գալ դեպի առաջ եւ այսօր եւս կարծես այդ գործընթացը, ցավալի գործընթացը շարունակվում է եւ խնդրին վերջնական լուծում դեռևս չի տրվել, հանրությունը չի տեսնում դա։ Իհարկե արձագանքողները, առաջին արձագանքողները հանրային նախաձեռնություններն են, քաղաքացիները, ինչքան էլ որ պատկան մարմինները փորձեն բոլոր ջանքերը վերագրել իրենց, սակայն կարծում ենք, որ ավելի ցիվիլ կլներ, եթե գնահատեին շարքային քաղաքացիների ջանքերը, ովքեր թեկուզ եւ ինչ որտեղ աշխատում են էմոցիոնալ դաշտում եւ ելույթ են ունենում էմոցիոնալ դաշտից, բայց նրանց պահանջը շատ հիմնավորված է եւ շատ բանական է կարելի ասել այս պարագայում, երբ ունենք մի քաղաք, որը օրեցօր ձևափոխվում է եւ տանում է մեզ դեպի անորոշ իրականություն, ինչ որ։ Կներկայացնեք այս պահին շենքի որ հատվածն է արդեն իսկ քանդվել եւ ինչ աշխատանքներ են այժմ, եթե աշխատանքներ ընթանում են, ինչ աշխատանքներ են ընթանում։ Գալի մի մասը Վիետնամասից, որը պատված է սև տուֆով եւ անգամ անզեն աչքով կարելի է հասկանալ, որ դա հուշարձանի անբաժանելի մասն է։ Թեկուզ ասվում է մեր խոսակցությունների մեջ մշակույթի նախարարության հետ, որ այսինքն իրենց պնդումն է, որ սա կցակառույց է եւ հետագայում ավելացված մաս է, բայց դա բնավ ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ հուշարձան է եւ այն գրանցված է իր ամբողջականությամբ ցանկի մեջ։ Ցանկը հուշարձանների նրա համար է, որ եթե գրված է, ապա պահպանվում է։ Կապ չունի թե ով է սեփականատերը եւ կապ չունի թե ով է շրջակայքում շինարարություն անում։ Այսինքն ինչպես Գրիգորը նշեց, մենք այս իրավիճակին կարող ենք վաղն էլ հանդիպել։ Սա մի հատ process է, որը կատարվում է տարբեր կառուցապատողների կողմից Երևան քաղաքի տարբեր հատվածներում։ Այսինքն չզարմանաք, եթե վաղը օպերայի մի հատվածը օրինակ քանդեն, որովհետև ինչ որ բանի խանգարում է։ Կարելի է միշտ գտնել այն սահմանումը, այն այսպես կոչված բացառիկ դերը, որով արդարացվի, բայց այդպես պիտի չլինի, եթե գրված է, դա օրենք է։ Եվ չի կարելի քանդել։ Այո, իհարկե Նարեկը որպես իրավաբան մոտենում է այդ հարցերին շատ պրոֆեսիոնալ կերպով, բայց նաև օրենքներից եւ բոլոր իրավական ակտերից այս կողմ, այսինքն մի քայլ հետ կամ եթե ուզում եք այդպես ասենք, մեկ մակարդակ ներքև սովորական քաղաքացիների ընկալումն է, որ ցանկացած քայլ, յուրաքանչյուր քայլ, որը ձևափոխում է քաղաքի ճարտարապետական տեսքը եւ դեմքը փոխում է, պետք է տրամաբանական լինի։ Եթե այդ տրամաբանությունը մենք տեսնում ենք, որ ֆիքսված է լինում եւ հիմնված է լինում զուտ դրամական ինչ-որ արժեքների վրա, այսինքն մենք վերցնում ենք մի ճարտարապետական հուշարձան կամ օբյեկտ, տեղափոխում ենք, որովհետեւ այդ քառակուսի մետրը մեզ անհրաժեշտ է ավելի շատ եկամուտ ունենալու համար։ Եթե տրամաբանությունը սա է, բնական է, որ պետք է լինի ինչ-որ ընդվզում, լինեն բողոքներ եւ այն մարդիկ, ովքեր իրականում ներկայացնում են մեր հասարակության լավագույն սերուցքը, այսինքն կիրթ եւ խելացի զանգվածը, ովքեր գնահատում են իրենց քաղաքի արժեքները, պետք է ընդվզեն եւ իրենց ձայնը բարձրացնեն։ Այսինքն մինչեւ այդ իրավական փաստաթղթերը հասնելը եւ այդ պայմանագրերը, հիմնավորվածությունները քննելը, մենք ուզում ենք տրամաբանություն տեսնել, իսկ տրամաբանություն չկա, եթե խաթարվում է հուշարձանների, պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկված հուշարձան շենքի ամբողջականությունը։ Այնքան բացահայտ, այսինքն եթե օրենքը փորձեք իրավական տեսանկյունով վերլուծել, կհասկանաք, որ մի կողմից օրենքը սահմանում է, որ պետք է պահպանել հուշարձանը, կա դրա համար նպատակ, օրենքը պետք է նպատակ ունենա։ Նպատակը բացահայտ է, որ պահպանում ենք մեր հուշարձանը, բայց մյուս կողմից նույն օրենքով ստեղծում ենք նպաստավոր պայմաններ, որպեսզի այդ հուշարձանը տանենք ոչնչացման։
ես կարող եմ ավելի կոնկրետ ասել, այսինքն օրենքը, որ հուշարձանների վերաբերյալ է, 21-րդ հոդված ասում է, որ հուշարձանի քանդումը արգելվում է։ Մյուս կողմից ասում է, եթե կա բացառիկ մի հատ իրավիճակ, պատճառ, կարելի է հուշարձանը տեղափոխել եւ դրա համար պետք է կառավարության որոշում։ Իդեպ AOX-ի պարագայում, այսինքն այդ որոշումն էլ չկար։ Հիմա ստացվում է, որ մյուս կողմից պահպանում ենք, մյուս կողմից կարող ենք ընդունել որոշում եւ տեղափոխել։ Իսկ տեղափոխել ինչ է նշանակում, այսինքն փորձեք ինքներդ վերհիշել վերջին շրջանում քանի հուշարձան ունենք տեղափոխված, որոնք այսինքն արտադրվել են, որոնք կառուցվել են։ Շատ քիչ եւ պետք է հստակ ասենք, որ տեղափոխություն կոչվածը պրակտիկայում մենք գնահատում ենք իբրև քանդում։ Որովհետեւ ֆասադի պահպանությունը դա դեռևս չի նշանակում հուշարձանի վերակառուցում։ Դա անհոգի մի բան է։ Հուշարձանը հետաքրքիր է իր ինտերիերով, եթե դա շենք է։ Մենք ունենք բազմաթիվ վատ օրինակներ, ցավով եմ նշում, վատ օրինակներ։ Արտաքինից թվում է, թե ինչ լավ է, մենք կարողացանք փրկել այս հուշարձանը, բայց կորցրած է իր ամբողջ այդ հուշարձան լինելու հետաքրքրությունը։ Այսինքն կարծում ենք, որ ներդրողները իրենք պետք է շահագրգռված լինեն պահպանել այդ հուշարձանը, որովհետև ոչ միայն այդ ցանկացած հուշարձան, որի հետ իրենք այս կամ այն կերպով առնչվում են, գործ ունեն եւ այդտեղ հարակից տարածքում շինարարություն են իրականացնում, ինչպես տվյալ դեպքում AOX-ի շենքի հարակից տարածքում անցյալ տարվանից սկսված սկսեցին փորել ինչ որ շենքի փոսորակ, քաղաքապետարանից ներկայացուցիչները եկան եւ ասացին, որ դրանք դեռևս հետազոտական աշխատանքներ են, բայց պարզվեց, որ հյուրանոց է կառուցվելու այդտեղ։ Որևէ ցուցանակ չկա, որևէ ձևով քաղաքացուն չի տեղեկացվում, չի ցանցվում, թե այդտեղ ինչ է կառուցվելու։ Ինչը օրենքի պահանջն է, որ պետք է անպայման ներկայացված լինի ինչ որ ցուցանակ, որտեղ տվյալները կան, որպեսզի շարքային քաղաքացին խնդիրներ եւ հարցեր չունենա, անցնելիս կարողանա հասկանալ, թե այդտեղ ինչ է։ Բայց ամեն դեպքում ցանկացած ուրեմն պատմամշակութային հուշարձանի կողքը շինարարություն իրականացնողը ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի պահպանի առավելագույնս ինչքան կարող է լավ պահպանի այդ հուշարձանը, որովհետև այդ հուշարձանի բրենդը, այսպես ասած, ի վերջո օգնելու է, իհարկե օգնելու է։ Դա ուղղակի տարական հարց է, որ կարծում եմ, այսինքն շատ կրթություն պետք չի դա հասկանալու համար։ Ուղղակի լրացնելով Գրիգորի միտքը, ասեմ, որ հուշարձանը կարող է տնտեսապես արդյունավետ լինել։ Այսինքն ամբողջ Եվրոպայի օրինակը 5 քաղաքների կարելի է ուղղակի վերցնել եւ դիտարկել։ Անպայման չէ նորակառույց լինի, որպեսզի այն տնտեսապես հետաքրքիր լինի։ Իհարկե, եթե մոտենում ենք քառակուսի մետրի տրամաբանությամբ, ինչքան շատ քառակուսի մետր, այնքան շատ գումար, այդ դեպքում ուրիշ բան։ Նաև այսինքն տաղանդ է պետք հուշարձանից կարողանալ, այսինքն հուշարձանի մեջ այդ բիզնես հեռանկարը տեսնել։ Երևի թե միակ փրկությունը սա է։ Այսինքն այս վերջերս, եթե գիտեք, մի հատ ցուցահանդես կազմակերպվեց, որ ուներ կառուցենք առանց քանդելու խորագիրը եւ առաջարկվում էր այդ այլընտրանքը պահպանելով հուշարձանը կառուցել։ Ես կարծում եմ, որ մեր հեռանկարը, մեր խնդրի լուծումը սա է։ Զուգահեռաբար մեր օրենքի փոփոխությունը, որպեսզի ավելի խիստ կերպով սահմանենք, որ հուշարձան քանդել չի կարելի եւ այսինքն իրական գործիքներ լինեն։ Ոչ թե սահմանենք, որ հուշարձան քանդել չի կարելի, բայց նաեւ մյուս դրույթով ստեղծենք հնարավոր բոլոր պայմանները, որ դա անենք։ Այսօր աֆրիկյանների ակումբի շենքը, որ Տերյան 11 հասցեում ենք գտնում, բոլորիդ հայտնի, փլուզվում է։ Շատ վատ վիճակում է, այսինքն պետությունը ասում է ունի սեփականատեր, թող սեփականատերը տիրություն անի, սեփականատերն էլ այսինքն տիրություն չի անում այդ շենքին, արդյունքում ստացվում է, որ մեր հուշարձանը քանդվում է։ Եթե այդ շենքը վաղը քանդեն անգամ, դա այդ նույն օրենքի սահմանած տված հնարավորություններն են լինելու, որովհետև այդ եւ այլ շենքեր, մոտավորապես 14 շենք, եթե չեմ սխալվում, հատուկ կառավարության որոշումով առանձնացվել են իբրև
տեղափոխման ենթակա հուշարձաններ, որոնցից 9-ն է կանգուն այսօր, ցավոք։ Եթե սա ցուցակի մեջ ներառված հուշարձաններ են, այսինքն ինչպես կարելի է առանձնացնել տեղափոխման ենթակա։ Բազմաթիվ պատճառաբանություններ լսել ենք, ինչի պետք է տեղափոխվեն, որովհետև Տերյան փողոցը պետք է լայնանա։ Խնդրեմ լայնացրեք, մյուս կողմը նորակառույց է, քանդեք եւ լայնացրեք։ Կամ եթե Տերյան փողոցի այդպես հայեցակարգ կա մեծ լայնացնելու, այս շենքը հիմա որտեղ որ մենք նստած ենք, այս շենքը նեղացրել է Տերյան փողոցը։ Սա էլ նոր է կառուցվել։ Ինչու՞։ Այսինքն հասկանալի է, որ նորից խանգարիչ հանգամանք է ի հայտ գալիս եւ դա հուշարձանն է։ Իսկ ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, ով է պատասխանատու։ Նշեցիք մի շարք նախադեպեր, Փակ շուկան, Աֆրիկյանների ակումբը, հիմա AOX-ի շենք, ով է մեղավոր ու պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Միշտ նախ եւ առաջ կարելի է հիշել հասարակությանը եւ հասարակության գիտակցությունը, որ շատ ցավալիորեն պետք է նշել, որ դեռևս շատ ցածր մակարդակի վրա եւ մարդիկ այդ ինքնակազմակերպող խմբերը պարզապես առանձին դեռևս հատույթային պայքար են մղում, հուսանք, որ նույնիսկ այդ հատույթային պայքարների ընթացքում շատերը կկրթվեն, կզարգանան եւ նոր ձևով կսկսեն նայել, այսինքն նրանց մտահորիզոնը կլայնանա ոչ միայն քանի դեռ իմ տան դիմացը չեն հասել եւ ծառ չեն կտրում իմ տան դիմաց, ես դուրս չեմ գալիս, ոչ միայն այդ ձևով մտածեն, այլև մտածեն, որ քաղաքը բոլորիս բնակարանն է, մեր բոլորիս տունն է։ Ես այդպես կարող եմ սա մեկնաբանել, որ հիմնականում դա հասարակության խնդիրն է, այսինքն եթե մենք ունենք անտարբեր զանգված, որը ցավոք սրտի մեծամասնություն է կազմում, կարծես թե մենք չենք կարող ունենալ խնդիրների շատ հեշտ եւ սահուն լուծում։ Դա մեծ ջանքեր է պահանջելու այն փոքրամասնությունից, այն, չգիտեմ, երիտասարդական նախաձեռնություններից, խմբերից, ովքեր իրոք շատ մտահոգ են եւ համարում են դա առաջնահերթություն եւ ուզում են տեսնել մի Երևան, որտեղ բիզնես շահերը չեն ստորադասում այլ արժեքներ, իրական արժեքները քաղաքի եւ ճարտարապետական հուշարձանները չեն վնասում, ինչպես այսօր տեսնում ենք, որ բազմաթիվ պարագաներում, ինչպես Նարեկը նշեց, պահպանվում է միայն ֆասադային հատվածը շենքի, ինչ է սա նշանակում, որ մենք շենքի ամբողջ ինտերիերը, ներքին կառուցվածքը եւ գեղեցկությունը վերացնում ենք եւ պահպանում ենք միայն դիմային հատվածը, ինչ որ դիտորդին ցույց տալու համար, որտեղ սա մենք ունեցել ենք այսպիսի մի շենք, բայց շենքը ինքը ներգրվում է մի կոնտեքստի մեջ, որը արդեն բոլորովին այլ է, օտար է եւ այդ շենքին, եւ այդ քաղաքի բնակիչներին, ովքեր վստահ եմ, որ կուզենային տեսնել այդ շենքը այնպես ինչպես այն կար եւ այդ պատմամշակութային իր միջավայրով հանդերձ, քան թե տեսնել, որ կոլաժի պես ֆասադը ներգրվել է ինչ որ այլ նորակառույց շենքի մեջ։ Դա նման է մի ցուցադախտակի ֆասադի պահպանությունը, որ գրված է, հա, այստեղ եղել է այսինչ շենք։ Միգուցե ավելի լավ կլիներ լուսանկար դրա փոխարեն լիներ, որովհետև հուշարձանի համն ու հոտը ֆասադով չի արտահայտվում։ Նա հետաքրքիր է առաջինը իր պատմական միջավայրում, այսինքն հետաքրքիր է թե նրա կողքի շենքը ինչ է եղել։ Կարող է այդ հուշարձանից, այդ ճարտարապետական կառույցից ավելի նվաստ մի բան լինի, բայց ինքը այդ պատմական ամբողջության մեջ է հետաքրքիր։ Եվ երկրորդ, այսինքն ինչպես ասեցինք, դա ինտերիերն է, որ եւս խոսում է հուշարձանի էության մասին։ Եվ հիմա փաստորեն AOX-ի հետ կապված ինչու ենք զայրացած այսքան, ինչու ենք սա կարևորում, որովհետեւ սա Երևանի միակ հատվածային, կրկնում եմ, այն պատմական միջավայրն է, որ քիչ թե շատ պահպանված է։ Այսինքն, եթե տեսնեք Երևանի հյուրանոցից, Golden Tulip հիմա կոչվում է, այդտեղից ներքև եւ հետո ընդհատվում է, որովհետեւ շինարարություն է գնում, մինչեւ Արամի 30 եւ Առնո Բաբաջանյանի համերգասրահ, այդ երկու խաչմերուկներ են, որը Արամի խաչմերուկ եւ Պուշկին խաչմերուկ, որտեղ արտահայտվում է քիչ թե շատ
այն պատմական միջավայր է եւ դիպչել այս միջավայրին սա շատ սխալ է եւ շատ վտանգավոր է։ Շատ մեղմ է արտահայտվում Նարեկը, ես կասեի, որ դա հանցագործություն է, այսինքն քանդել այդ վերջին շենքերը, որոնք ուղղակիորեն կապված են նախնական անվան հետ։ Օրինակ մենք հիմա Աբովյան ենք ճանաչում, Աստաֆյանի հետ են դրանք կապված, չէ՞։ Այդ դրանք այն հատիկներն են ուղղակի, որոնցից պետք է բռնվել, դրանց շուրջ պետք է կառուցել։ Բնականաբար սա շատ տարական բան է, ուղղակի ընդհանուր պատմաճարտարապետական կոնտեքստի խաթարումը կապված է մի քանի գործոնների հետ։ Նախ որ քաղաքը ինքը սկսում է ինչ որ խմորեղենի պես բաժանվել հատվածների եւ ցանկացած հատվածի տերը ճաշակ է թելադրում։ Ճաշակները նույնը չեն, բնականաբար պահանջներն էլ նույնը չեն եւ եկամուտի ակնկալիքները, որը ամենակարևորն է, տարբերվում են։ Այս իրադրության արդյունքում մենք ուրեմն խնդիրների ենք բախվում եւ բախվում ենք այդ լուրջ խնդիրներին, որ պատմական կենտրոնի, իսկ պատմականը պետք է եւ ընդունված է նաեւ եվրոպական քաղաքների փորձի հիման վրա, որ պահպանվում է ամենախիստ կանոններով եւ շատ ուշադիր են լինում ընդհանրապես իշխանությունները, եթե խոսում են քաղաքակիրթ հասարակության մասին, որովհետեւ այդ պատմական կենտրոնը պետք է լինի այն վայրը, որը գրավում է զբոսաշրջիկներին, որի հետ կապվում են հուշերը, պատմությունները եւ ամբողջ մշակույթի ցուցիչը լինի։ Ես մի շատ լավ օրինակ ունեմ ուղղակի աչքիս առջև եւ ինձ միշտ ցավացնում է այդ օրինակը, երբ ուսանող էի, ունեինք արտասահմանի ժամանած մի դասախոս, ով մեզ մարդու իրավունքներ էր դասավանդում։ Մի օր առիթ եղավ, իր առանձնասենյակում խոսում էինք մշակույթի մասին եւ նա վերջում երկար լսելուց հետո ասեց այդքան ներկայացրեցիր ձեր մշակույթը։ Կարողես ցույց տալ մի փողոց, որտեղով ես կքայլեմ իմ կնոջ հետ եւ կզգամ ձեր մշակույթը։ Մի հատ միջավայր։ Երկար մտածելուց հետո պարզապես մտաբերեցի Դիլիջանի Շարամբեյան փողոցը եւ դա ասեց դա եղել եմ եւ շատ կարճ էր, շատ արագ անցա։ Եվ այդ փողոցը, որը կա Դիլիջանում, որը մեր եզակի, այսինքն նմուշներից է, որ պատմական միջավայրը արտահայտվում է, եւս խորհրդային շրջանում ես ունեմ փաստեր, ձայնագրություններ, ուզեցել են ոչնչացնել մեծ ճանապարհ սարքելու համար։ Սա մեզ մոտ հոգեբանական խնդիր է։ Մեր մոտեցումը կապված չէ անկախության եւ չգիտեմ ինչերի հետ, դա միշտ եղել է, դա խորհրդային շրջան։ Ես վստահ եմ, որ մինչ խորհրդային շրջանում էլ ենք երևի նույն ձև մտածել, սա ինչ որ անհասկանալի մի process է, որը փոխանցվում է մեզ։ Մենք խորհրդային շրջանում եւս ոչնչացրել ենք մեր արժեքները, նոր ժամանակի թելադրած բաները սարքենք։ Նույն process-ը հիմա է։ Այդ մարդիկ, ովքեր ապրել են խորհրդային շրջանում եւ նույն ձեռագրով են արել, կարող է եւ չճանաչեն այսօրվա մարդկանց, բայց այդ մտածելաձևը նույնն է, նույն ձեռագիրն է։ Մենք մեր երիտասարդ սերունդը եկել ասում է ոչ, մենք ուզում ենք ունենալ քաղաք եւ մեր քաղաքը սա է։ Այսինքն պետք է դադարեն քաղաքի եւ քաղաքի պատմամշակութային հուշարձաններին նայել զուտ որպես ինչ որ ապրանքի։ Դա ապրանք չէ, որը կարելի է տեղափոխել, վաճառել, տանել, բերել եւ այլն, ապա մոնտաժել, կառուցել։ Այդպես չի։ Ցանկացած պատմամշակութային հուշարձան ինքը կոթող է եւ արժեքավոր է ինքը իր տեղում, իր ամբողջականության մեջ։ Եթե այսօր մենք տեսնում ենք, որ պատմամշակութային հուշարձանների ամբողջականությունը խաթարվում է ինչի համար, որպեսզի տեղ ազատվի ինչ որ նորակառույց շենքի կառուցման նպատակով, դա ուղղակի ծիծաղել է եւ անընդունելի է։ Մենք նախ եւ առաջ մեզ վրա պետք է իհարկե ծիծաղենք, մեր հասարակության վրա, որ այսքան անտարբեր է եւ մենք հասել ենք այս օրին։ Թեև հասարակությունը пассив է, բայց վերջին շրջանում բավական հետաքրքիր խմորումներ են տեղի ունենում։ Նախաձեռնությունները, ովքեր գործում են այս ոլորտում եւ տարբեր գործելաոճ ունեն, մոտեցումներ ունեն, կարողացել են հավաքվել մեկ սեղանի շուրջ, հավանաբար լսած կլինեք Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում եւ հստակեցնել իրենց պահանջը 5 կետի
շրջանակներում եւ փորձել համատեղելով մի կողմ թողնելով, այսինքն գործելավոճի տարբերությունները, անհամաձայնությունները փորձել միասնաբար, այսինքն համայնքի տեսքով խնդիրներին տալ լուծում։ Հուսով ենք, որ հասարակությունը եւս անտարբեր չի մնա, որովհետեւ ինչպես Գրիգորը նշեց, սա իր բնակարանն է։ Սա մեծ բնակարան է, սա արժեք է, որը մենք պարտականություն ունենք փոխանցելու մյուսներին։ Շատ լավ, հենց այս մտքով էլ ավարտենք այսօրվա դիտակետը։ Այսպիսին էր մշակութային դիտակետը, շարունակեք հետևել Սիվիլնեթի աշխատանքներին։ Հաջողություն։